Ողջույն առաջիկա րոպեներին կանդրադառնանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, մնացեք մեզ հետ։ Նախորդ հաղորդումներից մեկում անդրադարձել ենք Արմատ ինժեներական լաբորատորիաներին։ Կրթական այս ծրագիրը հավակնում է դառնալ Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես ռազմաարդյունաբերության վերածննդի հիմքը։ Հայաստանի Հանրապետությունում արդեն գործում է 130 Արմատ լաբորատորիա։ Այսպես անցած շաբաթ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Յուքոմ ընկերության աջակցությամբ առաջին Արմատ ինժեներական լաբորատորիան բացվեց նաև Արցախում։ 131-րդ Արմատ ինժեներական լաբորատորիան բացվեց Արցախում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ և Յուքոմ ընկերության աջակցության շնորհիվ այսուհետ ծրագիրը ուղղված կլինի նաև արցախցի դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը։ Արցախում բացված ինժեներական առաջին լաբորատորիան կգործի անվճար հիմունքներով։ Այստեղ դպրոցականները ձեռք կբերեն ժամանակակից տեխնոլոգիական կրթություն, ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով այս նախաձեռնությամբ ինժեներական կրթության տարիքը իջեցվում է մինչև 10 տարեկան, ինչը հայ դպրոցականներին ամենամրցունակն է դարձնում։ Մենք մի կողմից բավականին հավակնոտ նպատակ ենք դրել մեր առջև 4 տարվա ընթացքում այսպիսի լաբորատորիաներ ունենալ Հայաստանի բոլոր համայնքներում, 4 տարվա ընթացքում մոտ 100,000 երեխա ունենալ, որոնք ներգրավված կլինեն այս լաբորատորիաներում, 4 տարի հետո եռապատկել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ծավալները, բայց մյուս կողմից դա շատ ավելի փոքր թիվ է, քան թե մենք ունեինք ընդամենը 25 տարի առաջ։ Այսինքն սա ցույց է տալիս իրատեսությունը մեր գործունեության, սա ցույց է տալիս այն, որ մեր քայլերը եւ մեր նպատակը եւ մեր ջանքերը հատկապես կրթության ոլորտում ներդնելու այսպիսի լաբորատորիաներ եւ ծրագրեր իսկապես իրական եւ իրատեսական կարող են լինել։ Արմատ ապագայի ալգորիթմը կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես ռազմաարդյունաբերության վերածննդի հիմքը։ Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացման շնորհիվ մոտ ապագայում կլինեն տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական եւ միջազգային շուկայի համար։ Հայկ Չոբանյանը վստահեցնում է, տեխնոլոգիական 21-րդ դարում հաղթելու են այն երկրները, որոնք հզոր են մտավոր ներուժով։ 10 տարի հետո իսկապես աշխարհը փոխված է լինելու անճանաչելիորեն։ Եվ դա շոկ է լինելու ամբողջ հասարակության, ամբողջ մարդկության համար։ Մենք այսօր դնում ենք մի սեր, որի ծիլերը ապահովելու են, որպեսզի մեր երեխաները ոչ միայն շոկի չենթարկվեն 10 տարի հետո, այլ իրենք զգան իրենց աշխարհում։ Այսօր մենք սկսում ենք մի գործընթաց, որը մեր երեխաներին ամենամրցունակն է դարձնելու 10-15 տարի հետո։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի հաջողությունը, ապագան եւ հաղթանակը ներառյալ քաղաքական կախված է այսպիսի քայլերից։ Եվ ես համոզված եմ, որ մենք այլընտրանքել չունենք եւ պետք է ուշադրություն դարձնենք այս ոլորտին, որտեղ 21-րդ դարը դա տեխնոլոգիական դարաշրջանն է, տեխնոլոգիական էքսպանսիայի դարաշրջանն է եւ հաղթելու են այն երկրները, որոնք մտավոր ներուժով ուժեղ են լինելու, որոնք ունենալու են սերունդ, որը լինելու է ժամանակի սերունդը։ Լաբորատորիայի հանդիսավոր բացման ընթացքում Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ հայկական երկու հանրապետություններին անհրաժեշտ են ինժեներներ, ովքեր կյանքի կկոչեն հայկական ռազմաարդյունաբերությունը։ Յուքոմի աջակցությամբ Արցախում կբացվի եւս 2 Արմատ լաբորատորիա։ Որ մեր ընկերությունը մշտապես եղել է եւ լինելու է աջակից նման կրթական ոլորտում զարգացման եւ անձամբ լինելով ինժեներական կրթության հիմքում ինժեներական կրթություն ստանալով շատ եմ կարևորում եւ մեր ընկերությունը կարևորում է ինժեներական մտքի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում։ Սա շատ կարևոր է, այսինքն մեր երկրի համար, մեր ապագայի համար եւ այն լուծումները, որ այսօր մենք կարող ենք մեր երկրներում ստեղծել, մեր երկրում ստեղծել, ինչու չստեղծել, այլ օգտվել այլ երկրների լուծումներից։ Արմատ ինժեներական լաբորատորիաներում գործում են Հայաստանում արտադրված բարձրակարգ 3D տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ եւ այլ սարքեր։ Այստեղ միաժամանակ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ ռոբոտաշինության եւ ինժեներական լաբորատորիաների խմբակավարների համար։ Լաբորատորիայում խմբակների աշակերտների համար կկազմակերպվեն նաեւ ամառային նորարարական ճամբարներ, մրցույթներ եւ այլ միջոցառումներ։
Ինժեներական այս լաբորատորիաները առաջնահերթ տեղադրվում են Հայաստանի Հանրապետության մարզերում, նպատակ ունենալով նպաստել մարզային զարգացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաև հեռավոր գյուղերում։ Արմաթի հիմնարար արժեքները բխում են 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ Հայաստան, տեխնոլոգիա եւ նոր սերնդի զարգացում, խթանելով ձեռնարկատիրական միտքը եւ առաջնորդելու ձիրքը։ Արհնդ-եվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից եւ մաթեմատիկայի մաթ մասնիկից բաղկացած լաբորատորիայի արմատ անվանումը խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի եւ մաթեմատիկական անալիտիկ մտածողության կարեւորությունը։ Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում եւ օրեցօր ծրագրին միանում են նոր ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հանուն Հայաստանի տեխնոլոգիական, այդ թվում երկրի ռազմաարդյունաբերական ապագայի։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ծրագրում է հովանավոր ընկերությունների եւ կառավարության աջակցության շնորհիվ տեխնոլոգիական կրթության անվճար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար։ Google-ի ինքնակառավարվող մեքենայի նախատիպը, որը ներկայում փորձարկվում է հանրային երթևեկության փողոցներում եւ Միացյալ Նահանգների փորձարկման դաշտերում, համալրվել է նոր ծրագրային ապահովմամբ, որը մեքենային թույլ է տալիս տեսնել հեծանվորդներին, ինչպես նաև ընկալել այն ժեստը, որով վերջիններս օգտվում են շրջադարձ կատարելիս։ 360 աստիճանի տեսադաշտ ունեցող Google Car-ը կկարողանա տարբերակել ոչ միայն հեծանվորդներին, այլև միանիվ հեծանիվով երթևեկողներին։ Մեքենային արհեստական ինտելեկտն այնպես կծրագրավորեն, որ այն պատրաստ լինի հեծանվորդի շրջադարձին, եթե անգամ հեծանվորդը պարզապես ձեռքով ցույց տա իր կատարելիք հնարքը։ Հետևեք տեղեկատվական տեխնոլոգիաների այլ նորությունների տեսաշարով։ Վերջին շրջանում լայն տարածում գտած Snapchat հաղորդակցային հավելվածը նորամուծության շնորհիվ հնարավորություն կտա միլիոնավոր օգտատերերի պահպանել հին լուսանկարները եւ հետո կիսվել դրանցով ընկերների հետ։ Առաջարկվելիք նոր ծառայությունը կոչվում է Snapchat Memories։ Ներկայում հավելվածի միջոցով արված լուսանկարները հնարավոր էր պահպանել սմարթֆոնում, իսկ Memories-ը հնարավորություն է տալիս կադրերը պահպանել հենց Snapchat հավելվածում։ Ճապոնիայում զբոսաշրջային գնացք է ստեղծվել, որի պատերը փոխարինվել են պանորամային պատուհաններով։ Այս նորարարությունը թույլ է տալիս ուղևորներին վայելել շրջակա գեղեցիկ բնապատկերները գնացքով ուղևորության ժամանակ։ Գնացքը կազմված է ընդամենը 2 վագոնից եւ նախատեսված է 45 ուղևորի համար։ Առաջին վագոնը նախատեսված է բացառապես բնապատկերներով հիանալու համար, իսկ երկրորդը իրենից ֆրանսիական ռեստորան է ներկայացնում։ Չինական Energy Holding Group ընկերությունը Պեկինում կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է 4 ինքնատիպ կոնցեպտ, որոնք գործում են արևային մարտկոցների հիմքով։ Մեքենաների սերիական արտադրությունը սկսվելու է 2020 թվականին։ Արևային մարտկոցները տեղադրված են մեքենաների տանիքին եւ թափքին։ Հայտնի է, որ մեքենան կարող է հաղթահարել 80 կիլոմետր տարածություն։ Բացառապես արևային էներգիայով ամբողջական լիցքավորում հավաքելու համար պահանջվում է 6 ժամ։ Բացի այդ, մեքենաները կարող են հավելյալ լիցքավորում ստանալ էլեկտրական լիցքավորման կայաններում։ Այդ դեպքում փոխադրամիջոցները մի լիցքավորմամբ կարող են անցնել 350 կիլոմետր տարածություն։ Ռոբոտային տեխնոլոգիաները ներթափանցում են կյանքի բազմաթիվ բնագավառներ, աստիճանաբար լուրջ մրցակից դառնալով մարդկանց համար։ Ռոբոտների ֆուտբոլի թիմը, որը ստեղծվել է Բրեմենի համալսարանի գիտնականների կողմից, ճանաչվել է ռոբոտների ֆուտբոլի աշխարհի առաջնության RoboCup-ի չեմպիոն։ Որոշիչ խաղում Գերմանիայի հավաքականը 11 մետրանոցներով 3-0 հաշվով հաղթել է Միացյալ Նահանգների հավաքականին։ Գիտնականները հույս ունեն, որ 2050 թվականի դրությամբ ստեղծված կլինեն այնպիսի ռոբոտներ, որոնք կկարողանան ֆուտբոլի դաշտում խաղալ մարդկանց հետ։ Եվրոպայի տարածքում գործող պատրաստի սննդի մատակարարմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը Just Eat-ը հայտնել է, որ պատրաստվում է աշխատանքից հեռացնել առաքիչներին եւ նրանց փոխարեն օգտվել գերժամանակակից ռոբոտների ծառայություններից։ Starship Technologies ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել են ինքնագնաց ռոբոտներ, որոնք նախատեսված են սննդի առաքման համար։ 6 անիվ ունեցող ռոբոտը շարժվում է 6 կմ ժամարագությամբ։ Այն համալրված է GPS համակարգով եւ 9 տեսախցիկով, ճիշտ ճանապարհով ընթանալու եւ խոչընդոտները շրջանցելու համար։ Այն կարող է մինչեւ 10 կիլոգրամ սնունդ տեղափոխել։
Uber տաքսի ծառայությունը Սան Ֆրանցիսկոյի կայանատեղում իր մեքենաների անվտանգությունն ապահովելու համար վարձել է 136 կիլոգրամ կշռող ռոբոտին, որը տեսքով շատ նման է Աստղային պատերազմներ ֆիլմի ռոբոտ հերոսին։ Անվտանգության աշխատակից ռոբոտի ծառայությունն արժե $7 1 ժամի դիմաց։ K5 անվանումը ստացած ռոբոտը տեսնում է 360 աստիճանի տեսադաշտով եւ դեմքերը ճանաչելու կարողություն ունի։ Բացի այդ, K5 ռոբոտը 1 րոպեում 1500 պետհամարանիշ է սկանավորում եւ ավտոմատ կերպով տեղեկացնում պատկան մարմիններին, եթե պետհամարանիշը պատկանում է որոնվող մեքենայի։ Ռոբոտը կիրառում է լազերային ճառագայթներ եւ GPS համակարգեր տարածքում տեղաշարժվելու եւ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ ճանապարհի արգելքները շրջանցելու համար։ Նման տեխնոլոգիա կիրառվում է ինքնակառավարվող մեքենաներում։ Բրիտանացի թոշակառու եւ նախկին օդաչու Պիտեր Բրաունը եւ նրա ընկերը մեխանիկական սարք են ստեղծել, որը կարող է տոստեր, հավկիթ, ինչպես նաեւ թեյ եւ սուրճ պատրաստել։ Բավական է միայն մեկ կոճակ սեղմել, որպեսզի կիրակնորյա նախաճաշ պատրաստող մեքենա կոչվող սարքը մեկ բաժակ տաք թեյ, տոստ եւ խաշված հավկիթ պատրաստի։ Այս արտասովոր սարքի ստեղծման համար 3 ամիս է ծախսվել։ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ստարտափներ, համացանցում գտեք մեր հաղորդումները Artsakh.tv կայքում։ Կհանդիպենք։